ասի Ղուկաս 7:37, երբ որ Հիսուս գնում է Փարիսասոնց տունը, այնտեղ որ ճաշ ուտի, մի հատ կին է հայտնվում, որ շատ մեղքի մեջ կյանք ապրում, եւ հայտնի է լինում այդ քաղաքի մեջ իր մեղքի համար։ Եվ փարիսացիք մտածում են, ասում են, այս պիղծ կինը, այս ով ա եկել այստեղ։ Եվ արդեն իրանք իրենց սրտի ու մտքի մեջ սկսում են քննադատել Հիսուսին, որ եթե Հիսուսը մարգարե լիներ, թույլ չէր տա, որ այս պիղծ կինը իրան ձեռք էր։ Բայց ինչ է անում այս կինը։ Այս կինը խոնարհվում է ինքն իրան։ Այս կինը շատ թանկարժեք օծանելիքով գալիս է, ընկնում է Հիսուսի ոտքերի առաջ եւ արցունքներով եւ այս օծանելիքով մաքրում է Հիսուսի ոտքերը, համբյուրում է Հիսուսի ոտքերը։ Այս ցույց է տալի խոնարհությունը այս կնոջ։ Եվ Հիսուսը այս տեսնելով իր առաջ չի բռնում այդ կնոջը, ընդունում է այս կնոջ սերը եւ շատ հետաքրքիր խոսք է ասում։ Ով որ շատ է ներվել, շատ էլ սիրում է։ Հասկանում եք, էսի սրա հետևի միտքն ինչ է։ Այսինքն Տերը շնորհք է ցույց տալի եւ հետեւյալը սպասում է, որ իրան սիրենք։ Եվ տեսնում է, որ այս կինը սիրում է իրան, սեր է ցույց տալի։ Եվ 47-րդ համարը ասում է, որ իր սերը ցույց է տալի, որ շնորհքը ստացել է։ Իր սերը դեպի Աստծուն ցույց է տալի, որ ներվել է իր մեղքերը։